Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում մեր պատմության դասերը հաղորդաշարն է եւ ինչպես տեղեկացրել էինք մեր հայտագրերով եւ նախորդ հաղորդմանը ինչպես հայտարարել էինք, այսօրվա մեր հաղորդումը նվիրված պետք է լինի հայ բնակչության ժողովրդագրությանը Օսմանյան կայսրությունում, հայերի թվին սկսած 1870-ական թվականներից մինչև 1915 թվականը։ Ինքը արդեն իսկ վերնագիրը բավական բան ասում է հենց հաղորդման մասին, նաև կարևորության մասին, որին իհարկե մենք քիչ հետո ավելի մանրամասն կանդրադառնանք։ Այսօր ես հրավիրել եմ ստուդիա այս հարցի մեր լավագույն մասնագետներից մեկին, Գեղամ Բադալյանին, Երևանի Պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի դասախոս, պատմական ժողովրդագրության մեր լավագույն մասնագետներից մեկը, որի օգնությամբ կփորձենք մեր հայրենակիցներին ավելի մանրամասն լուսաբանել այս կարևոր խնդիրը, որը այսօր ունի ոչ միայն մեզ համար ճանաչողական խնդիր, այլ նաև, ինչպես որ հասկանալի է բոլորիդ համար, քաղաքական հնչողություն ունի կապված հայկական պահանջատիրության խնդիրների հետ։ Նախքան մեր բուն նյութին անցնելը, ավանդույթի համաձայն, ես անդրադարձ կատարեմ մի քանի նամակների, ուրեմն ասեմ, որ անցած հաղորդումը, քանի որ նվիրված էր մայիս 28-ին հայոց պետականության վերականգնման տոնին, Առաջին հանրապետության հռչակմանը, մենք բավականին շատ նամակներ ստացանք շնորհավորական, ուզում եմ շնորհակալություն հայտնել եւ նախորդ հաղորդմանը արդեն շնորհավորել էինք մեր բոլոր հայրենակիցներին, մեկ անգամ եւս շնորհավորել այս մեր պատմության բացառիկ իրադարձության համար, որովհետեւ դա միայն հանրապետության հռչակման տոն չի, դա մի քանի դար պետականություն չունենալուց հետո ազգային պետականության վերականգնման տոն էր։ Շնորհակալություն բոլոր այս նամակների համար։ Մի քանի նամակ ենք ստացել կապված մեր նախորդ հաղորդումների հետ, անդրադարձներ, մասնավորապես մի քանի նամակ մենք ունենք, այստեղ հիմնականում անուններով են ներկայացրել, ազգանունները չկա եւ նաեւ չկա թե որ երկրից, որ քաղաքից են։ Մեր հաղորդումները Վարդան Վասակյան վեճի ներկայացումը որոշ մեր հայրենակիցների կողմից ընկալվել է որպես այսօրվա փետրվար-մարտյան իրադարձությունների ասոցիացիա եւ նույնիսկ նամակներում փորձում են համեմատություններ անցկացնել Վարդան Վասակ, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան եւ թե որը որին ավելի համապատասխանում, ասեն որ բնավ նման մտադրություն չունենք, որովհետեւ իրադրությունը արմատապես տարբեր է։ Եթե այն ժամանակ Հայաստանի անկախության վերականգնման խնդիրներ եւ հայոց ներսում չկարողացան ընդհանուր հայտարարի գտնել, այսինքն Նժդեհի տերմինով ասած ներցեղային բարոյականության պակասի խնդիրը կար, ապա այս վերջի իրադարձություններին բոլորիս համար ակնհայտ է, որ երկու մեծ աշխարհաքաղաքական ուժերի, ամերիկյան եւ ռուսական ուժերի բախումն էր Հայաստանի տարածքում, որից իհարկե մենք տուժած դուրս եկանք։ Այստեղ պետք է մենք դասեր քաղենք դրանից, որովհետեւ այո, մենք չենք կարող կտրվել աշխարհից եւ այդ ուժերի բախման կիզակետերում չհայտնվել, բայց պիտի լինենք այնքան խելացի, որ այդ բախման կիզակետերում հայտնվելուց հետո կարողանանք օգուտով դուրս գալ։ Ես անցած հաղորդման օրինակներ բերեցի, թե ինչպես քեմալականները կարողացան միջազգային այդ բախման ժամանակ դուրս գալ բավականին մեծ օգուտով եւ տապալել Սևրի պայմանագրի հայերին եւ քրդերին վերաբերող հոդվածները եւ հայկական հարցը ըստ էության մերցնել Լոզանի կոնֆերանսում։ Մենք դեռևս անդրադարձեր կունենանք, ես կուզենայի պարզապես ամեն բան ճիշտ գնահատվի եւ ես հասկանում եմ նաեւ, որ դեռևս կրքերը շատ թեժ են, փետրվար-մարտյան իրադարձությունների հետ կապված ինձ համար էլ խիստ քննադատելի է բոլոր առումներով, բայց նաեւ սխալ զուգահեռներ չանցկացնենք։ Մեր հայրենակիցներից Ռուսաստանից հայրենակիցներից մեկն է գրել, այստեղ նորից հասցեից ուղղակի հասկացա, որ Ռուսաստան է, Ադրբեջանի քարոզչությունը հայկական հուշարձանները սեփականացնելու, նաև հայկական երգը եւ պարը հասկանալիորեն բնականաբար սիրելի հայրենակիցներ, սա ամբողջ խնդիրն է, սա ամբողջ աշխարհում թուրքերը, նաև իրենց կրտսեր եղբայր ադրբեջանցիները ամեն ինչ անում են մեր մշակույթը իրենց վերագրելու, իրենց այսպես պատմության մշակույթի մի մասը ներկայացնելու, այստեղ պետք է աչալուրջ լինենք մենք բոլորս։ Ընդ որում դրան պետք է լծված ծառայեն ամբողջ աշխարհում եւ
հայկական պետության ներկայացուցչությունները դեսպանատներ ունեն մշակութային բաժիններ եւ նրանց գլխավոր կոչումը հայկական մշակույթը ներկայացնելը նաեւ հայկական մշակույթը ոտնձգություններից պաշտպանելն է անշուշտ նրանց գործը առաջին հերթին պետք է լինի մեր այստեղ հերոստատեսության եւ անշուշտ նաեւ դրանում շատ մեծ կարծում եմ պետք է լինի սփյուռքահայերի աջակցությունը որոնք ամեն մեկը իր երկրում կարող է նաեւ իր ունեցած ազդեցության շրջանակներով օգտակար լինել սա նույնպես համազգային խնդիր է ես հասկանում եմ երբեմն շատ այսպես վրթովված նամակներ են գրում ու որպես օրինաչափություն նամակները վերջանում են նրանով որ կներեք ձեզ չվերաբերող հարցի համար այնպես նամակը ստացվեց կարծես մեղադրանք լինի ես հասկանում եմ ես ինքս Հայաստանի Հանրապետության մի մաս եմ նաև մեր հաղորդաշարը եւս եւ այստեղ ընդհանուր մտահոգություններ են որ մենք պետք է փորձենք ընդհանուր ուժերով լուծել ուրեմն մեր հայրենակիցներից Մարսելից Մարտիրոս Շահբազյանը ստանալով հայտագիրը հարցում էր արել արդյոք մենք 1908-14 թվականների մեր կուսակցությունների եւ քաղաքական ուժերի հատկապես դաշնակցության երիտթուրքերի հետ համագործակցության խնդրին անդրադառնալու ենք թե չէ ասեմ այս հաղորդմանը ոչ բնականաբար որովհետեւ այս հաղորդման նյութը այնքան շատ է մենք նույնիսկ մտածում ենք պարոն Բադալյանի հետ արդյոք մի հաղորդման մեջ կտեղավորվենք եւ այնքան արդիական այժմ էական է խնդիրը այսօր միայն խոսելու ենք հայ բնակչության թվի մասին, արևմտյան Հայաստանում նրա բաշխվածության մասին, որը գիտեք չափազանց կարևոր է։ Իսկ այս մնացած խնդիրներին անշուշտ հետագայում մենք անդրադարձեր կունենանք։ Այստեղ մենք ունենք կապված Կարսի պայմանագրի հետ Մարինե Հովհաննիսյանի նամակը Ռուսաստանից Կարսի պայմանագիրը չեղյալ հայտարարելու ուղղությամբ ինչ է արվում։ Ցավոք պիտի ասեմ, որ ինձ համար այստեղ լրիվ անհասկանալի, որովհետև տարիներ շարունակ մեր մտավորականությունը պայքարում է եւ անհասկանալիորեն պարլամենտում կարծես ինչ որ անտեսանելի մի պատնեշ է դրված, անընդհատ փորձում ենք մտցնել այդ հարցը, չեղյալ հայտարարել այդ ապօրինի պայմանագիրը, որը մեզ պարտադրվել է սովետական Ռուսաստանի կողմից, քեմալական Թուրքիայի հետ դաշինքի արդյունքում, չեղյալ հայտարարել, ինչը անհասկանալիորեն անընդհատ ինչ որ պատնեշի է հանդիպում, որովհետև դա բնականաբար ապօրինի պայմանագիր է պարտադրված եւ մենք պիտի չեղյալ հայտարարենք։ Անշուշտ մեր մտավորականները, հատկապես նրանք, ովքեր առաջի պլանում միշտ պայքարել են, շարունակում են այդ ուղղությամբ գուցե այս տարի, որտեղ նույնիսկ անցած տարի էր, եթե չեմ սխալվում, կամ նախանցած տարի հոկտեմբեր ամսին էր, չէ, հոկտեմբերի 13-ի նախօրյակին հատուկ համաժողով հրավիրվեց, այնտեղ մեր շատ անվանի պատմաբաններից Հրաչիկ Սիմոնյան, մյուսներ, որոնք ներկա էին եւ ինձ համար անհասկանալի է սա։ Եվ մի մտահոգություն էլ, որը ճիշտն ասած բացարձակ չի վերաբերում մեր հաղորդաշարին, սակայն մեր Գերմանիայից Գերմանիա, Հոլանդիա, Բելգիա, այսպես է ներկայացել Արարատ Վիրաբյանը գրում է, որ մեր հայրենակիցներից շատերը, որոնք չեն եղել Հայաստանում, այստեղ անընդհատ լուրեր են պտտվում Գերմանիայում, Հոլանդիայում եւ Բելգիայում, որ երբ որ գալիս են Հայաստան, խիստ բացասական վերաբերմունք է, օդանավակայանում մինիմում 5000 եվրո կամ դոլար փորձում են պոկել իրենցից, սիրելի հայրենակիցներ, ասեմ, որ այդպես չի։ Իսկապես այդպես չի, որովհետև մեր պետության առաջնահերթություններից մեկը բնականաբար Սփյուռք Հայաստանը իրեն կապելն է, նաև ընդհանրապես туриզմի զարգացումը զուտ պետական քաղաքականություն որպես։ Ես չգիտեմ ովքեր եւ ինչ նպատակով են սա տարածում, բայց դա իսկապես այդպես չի։ Մանավանդ որ այսօր Հայաստանի օդանավակայանը դուք հավանաբար պետք է իմանաք, տնօրինում է սփյուռքահայ Էդվարդո Էռնեկյանը։ Եվ չեմ կարծում, թե ընդ որում բավականին այսպես սպասարկման որակն է լավացվել միջազգային չափանիշներին բավական մոտեցվելով եւ սրանք պարզապես, գիտեք, երբեմն լինում են, ես հանդիպել եմ նաեւ Սփյուռքում մարդկանց, շատ քիչ են, բարեբախտաբար, բայց որոնք իրենց փորձում են Հայաստան չգնալը կամ Հայաստանից իրենց դժվար տարիներին հեռացած գնալը արդարացնել Հայաստանի մասին շատ վատ բաներ ասելով։ Ես չեմ ասում, թե Հայաստանում վատ բաներ չկա, դժբախտաբար բավական բացասական բաներ կա, բայց նման բաներ, որ օդանավակայանում մինչև 5000 եվրո կամ դոլար չեն պոկում, չեն թողնում, պատկերացնում եք ինչ կներ, ընդհանրապես ոչ մի սփյուռքահայ չէր գա։ Սրանք կեղծ տեղեկություններ են, ցավոք սրտի, չգիտեմ ով ինչ նպատակով է տարածում, բայց հաստատ այդպես չի։ Որտեվ ես անընդհատ էլ Սփյուռքից եւ հյուրեր եմ ունենում եւ այս պահին էլ Երևանում հյուրեր ունեմ Սփյուռքից եւ որևէ մեկից նման բան ես չեմ լսել։ Առավել եւս գիտեք, որ Հայաստան գալու կարգը հեշտացվեց։ Հիմա դուք տանը նստած ինտերնետով կարող եք վիզա ստանալ։
ինչը որ աշխարհի քիչ երկրներում է գործում։ Այսքանը սիրելի հայրենակիցներ, անցնենք մեր թեմային, որտեղ շատ կարևոր ու հետաքրքիր հարցեր ենք ներկայացնելու, երկու բառով պարզապես ասեմ, որ ինչի հատկապես որոշեցինք այս խնդիրը, սպասելի էր, որ ապրիլ ամսին կարող ենք անել, ուղղակի ապրիլ-մայիս մեր մոտ այնքան իրադարձություններով հարուստ ամիսներ են, որ այսպես շատ խիտ հաղորդումներ էին, բայց մեր կարևոր խնդիրներից մեկը հայկական պահանջատիրության հարցում Գիտեք, որ այսօր Թուրքիան ամեն ինչ անում է ներկայացնելու, որ իրականում հայերը կամ այստեղ չեն եղել, կամ եթե սկսեցին փոխել իրենց մոտեցումը, որ եղել են, բայց աննշան թիվ են կազմել, իրենց էլ պատերազմի ժամանակ իբրև թե իրենց անվտանգությունը ապահովելու համար հայերին լավություն են արել, տեղափոխել են, հետո իրականության մեջ մեզ պետք է հստակ պատկերացում ունենալ, եւ սա ամեն հայ մարդու պետք է գոնե այս ընդհանուր գիտելիքները, որ երբ որ ինքը շփումներ է ունենում, ասենք հայ ուսանողը որևէ օտարազգի ուսանողի հետ, իր մոտ հստակ լինի, ասենք 18-րդ դարավերջին մոտավորապես ինչ թիվ էր կազմում հայությունը Օսմանյան կայսրությունում, 19-րդ դարում հատկապես 70-ական թվականներից մեր հաղորդումը ինչի դրեցինք, որովհետև նախ նյութերն են այդ շրջանից շատ, եւ հետո հայկական հարցի միջազգայնացումը տեղի ունեցավ Սան Ստեֆանոյի եւ Բերլինի կոնֆերանսներով, եւ այդ ժամանակվանից սկսած Երբ որ միջազգային դիվանագիտության մեջ հայկական հարց է քննարկվում, հայ բնակչության թիվը ինչ տոկոս էր կազմում եւ բնականաբար ինչի հենց 6 վիլայետներ, որոնք հայկական վիլայետներ ենք մենք այսօր կոչում, որտեղ հայերը մեծամասնություն են կազմում եւ նույնիսկ կարելի է այսպես իհարկե դա մոտավոր տեսական բան է, բայց դեմոգրաֆիական հաշվարկով, եթե բնական աճը շարունակվեր, ասենք 19-րդ դարավերջին Այսօր Արևմտյան Հայաստանում ինչքան բնակչություն պիտի լիներ։ Շատ կոպիտ հաշվարկներ են այդպես անում, որ մոտ 10 միլիոն բնակչություն կարող է լինել պոտենցիալ։ Եվ այսինքն ցեղասպանության հետևանքով ոչ թե 1.5 միլիոն կոտորված հայերի, այլ եթե այսօրվա հայացքով ենք նայում պոտենցիալ ավելի քան 10 միլիոն հայության կորստի մասին է խոսքը։ Մենք հիմա անցնենք հերթականությամբ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել հրավերը ընդունելու համար եւ բնականաբար մենք երևի սկսենք 18-րդ դարավերջ 19-րդ դարասկիզբ, այսինքն այն իրավիճակը, երբ որ Հայաստանը կիսված է Պարսկաստանի Թուրքիայի միջև եւ ռուսները նոր մտնում են այս տարածաշրջան։ Այ խնդրեմ այդ շրջանից մենք Սիրելի Արտակ, իրոք շատ ճիշտ ներկայացրեցիք խնդիրը։ Սա այն խնդիրն է, այն հիմնահարցն է, որը առ այսօր չի կորցրել իր հրատապությունը։ Դրա լավ ապացույցը վերջին շրջանում մեր հենց օրերում թուրքերի կողմից, թուրք պատմագրության եւ քաղաքական մտքի կողմից բազմաթիվ հրատարակություններն են, որոնք շարունակում են հին, այսպես երգը, որը դեռ սկսվեց Օսմանյան շրջանի վերջին շրջանից, երբ հայկական հարցը միջազգայնացավ, ապացուցելու համար, որ հայերը, մասնավորապես հայերը փոքրամասնություն են կազմել, դրանք այնպես այլ ապրել են այդ երկրում, իսկ հետո էլ դուք գիտեք, հայերին ընդհանրապես սկսեցին զրկել իրենց հայրենիքից, դա հայերը փաստորեն հյուրի կարգավիճակով էին այստեղ հայտնվել, եւ սրանից բխում էր այն կարևոր, ուրեմն հարցը, թե Եթե նրանք փոքրամասնություն են, եթե աննշան փոքրամասնություն է կազմել իրենց երկրում, ապա ինչպես կարող էին այդքան զոհեր լինել, Եղեռնը այդքան մեծ ուրեմն զոհեր չէր խլի հայերից, կարծես թե կարևորը այստեղ թվականակն է, եւ եթե 10,000 մարդ հայ զոհվեր, որպես սպանվեր Թուրքիայի կողմից, դա ցեղասպանություն չէր կարող համարվել։ Հիմա նախ սկսենք Արևմտյան Հայաստան այդ հասկացողությունից, որովհետեւ ի տարբերություն Արևելյան Հայաստանի, Արևմտյան Հայաստանը բավականին հստակ որոշակի հասկացողություն է, սա դերևս բխում է նրանից, որ հայկական հարցի վերաբացումը վերաբերում էր 19-րդ դարի վերջերին, հենց վերաբերում էր հատկապես արևմտահայության խնդրին եւ շատ որոշակի քաղաքական, աշխարհագրական սահմաններում Արևմտյան Հայաստանը շատ այսպես որոշակի ձևով էր ներկայացվում։ Այն իրենից ներկայացնում էր, ուրեմն մեծ հայքի, պատմական մեծ հայքի տարածքները, մինչև Եփրատ, Եփրատից արևմուտք ընկած շրջանը, փոքր հայքը, եւ Արևմտյան Հայաստան ասելով բնականաբար հասկացվում էր նաեւ Կիլիկյան։ Կիլիկիայի հատկապես հյուսիս-արևելյան եւ նաեւ արևելյան հատվածն է, որտեղ հայ բնակչությունը զանգվածաբար ուրեմն բնակվում էր, մեծ հայքը մինչև Եփրատ, փոքր հայքը եւ ուրեմն Կիլիկիայի ուրեմն տարածքը։ Իհարկե հայ բնակչությունը Օսմանյան կայսրության տարածքում ապրում էր նաեւ այլ երկրամասերում, մասնավորապես կցանկանայի
շեշտել Պոնտոսի շրջանը, նշանավոր Համշենը, Տրապիզոնը եւ մյուս ուրեմն շրջանները։ Մենք իդեպ Համշենը հայությանը նվիրել ենք մի ամբողջ Շատ հաղորդում հիանալի եւ շատ մեծ հետաքրքրություն է կայացող թեմա է։ Անատոլիայի կենտրոնական շրջաններում, Փոքր Ասիայի կամ այսպես գաղատացիների հնագույն Գաղատիայի գաղատացիների երկրում, Էգեյան ծովափին, մասնավորապես Նիկոմեդիայի եւ Զմյուրնիայի, որը թուրքերը կոչում են Այդան շրջանում, Պոլիսը իրեն հերթին եւ Պոլսի շրջակա Արվարձան քաղաքներ, գյուղաքաղաքներով։ Սակայն բուն Հայաստանը իմ կողմից նշված են հայ բնակչության գերակշիռ մեծամասնությունը կենտրոնացած էր իմ նշած ուրեմն պատմական Հայաստանի տարածքներում։ Օսմանյան կայսրությունը Հայաստանը նվաճել է մի քանի փուլով։ Արևմտյան Հայաստանն մասն է խոսքը։ Առաջին փուլը վերաբերում էր 14-րդ դարի վերջին քառորդին, երբ նա նվաճեց փոքր հայքի տարածքները, Սեբաստիան, Մալաթյան եւ նրա հարակից ուրեմն երկրամասերը։ Այնուհետև 15-րդ դարի ուրեմն վերջերին 15-րդ դարի վերջերին աղկոյուն լուների հետ բախման հետևանքով նվաճվեց հյուսիսարևմտյան Հայաստանը, բարձր հայքը, իսկ արդեն 16-րդ դարի սկզբից, երբ սկիզբ առան երկարատև թուրք պարսկական այդ պատերազմները, որոնք ահավոր աղետների բերեցին մեր ժողովրդին, թուրքերը քայլ առ քայլ նվաճեցին Ալաշկերտի հովիտը, Վասպուրականը եւ ինչպես հայտնի է երկու ուրեմն պայմանագրերով 1555 թվականի եւ ավելի ուշ 1639 թվականի պայմանագրերով Հայաստանը վերջնականապես բաժանվեց այս երկու պետությունների միջև վերջնականապես հաստատվեցին այս սահմանագծերը ես դերևս կանգնեմ այս սահմանագիծը այս որը եւ Հայաստանը բաժանեց երկու հատվածների արևմտյան Հայաստանը հասնում էր Օսմանյան կայսրությանը, Արևելյանը Պարսկաստանին կամ Իրանին։ Հիմա մենք ձեր կողմից հատուկ ուրեմն նշվեց հենց 18-րդ դարի եւ 19-րդ դարի սահմանագլուխը, դա իրոք բախտորոշ ժամանակաշրջան է, որը բոլոր առումներով շատ այսպես մեծ իրադարձությունների տեղիք տվեց եւ հայ ժողովրդի հետագա ճակատագրի վրա ազդեց։ Իրոք ռուսական կայսրության մուտքը արդեն այսօր Կովկաս կամ ինչպես հիմա ընդունված է հարավային Կովկաս լուրջ փոփոխություններ մտցրեց այստեղ։ Ինչպես հայտնի է Արևելյան Հայաստանի հյուսիսային հատվածը, Արարատյան դաշտը, Լոռին, Արցախը, Սյունիքը նվաճվեցին ռուսների կողմից եւ միացվեցին կայսրությանը։ Արևելյան Հայաստանի հարավային մասը այդպես էլ մնաց Պարսկաստանին։ Բայց առավել բախտորոշ էր, առավել էական հետևանքներ ունեցավ այդ նվաճումը Արևմտյան Հայաստանի համար, որովհետև այս նվաճման հայտնի է, որ այս Արևելյան Հայաստանի մի մասի նվաճմանը հետևեց ռուս ուրեմն թուրքական հերթական պատերազմը 28-29 թվերի, ռուսները գրավեցին Արևմտյան Հայաստանի մի զգալի հատվածը, նույնիսկ դուրս եկան Պոնտոս, բայց հանգամանքների պատմական իրավիճակը այնպես դասավորվեց, որ ռուսները ստիպված են այդ տարածքները ուրեմն վերադարձնել եւ հետևանքը եղավ այն, որ հազարավոր արևմտահայեր Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից ուղղակի ստիպված էին տեղափոխվել, հեռանալ եւ հաստատվել Արևելյան Հայաստանի այն գավառներում, որը Ռուսաստանի հսկողության տակ էին գտնվում։ Սա առաջին լուրջ հարվածն էր, որը տրվեց Արևմտյան Հայաստանի ժողովրդագրական եւ մոտ 80,000 այո, ընդհանուր թիվը 14,500 տուն կամ ընտանիք, այսպես էր հաշվում, որը ընդգրկեց ամբողջ ուրեմն Էրզրումի նահանգը, ընդ որում Էրզրումի նահանգի մեջ մտնում էին նաև Բայազեթի ընդարձակ շրջանը, Կարսի նահանգը, Չլդր Ախցխայի հարավային հատվածները, Խնուսը, Մուշի, նույնիսկ Մուշից է գաղթ եղել եւ գաղթը ընդգրկել է նաև Վանի էալեթի, այն ժամանակ դրանք նահանգները կոչվում են էալետներ, հյուսիսային հատվածը, ընդ որում հայերի հետ, որոնք գերակշիռ բնական հիմնական գաղթականների հիմնական մասն են կազմում, Արևելյան Հայաստան տեղափոխվեցին նաև մեծ քանակությամբ հույներ, որոնք հաստատվեցին Վրաստանի Հանրապետության հարավում, Ծալկայի շրջանում եւ եզդիներ։ Այ մեր Արագածի տարածաշրջանի, փաստորեն եզդի բնակչության նախնիների մի զգալի մասը Վանի էալեթի Աբաղայի շրջանի աներից էր, բնակչություններ։ Ուրեմն ինչ տեղի ունեցավ։ Համայացավ Արևմտյան Հայաստանի կենտրոնական եւ հյուսիսային ուրեմն տարածքը։ Հայաթափ եղավ եւ հայաթափման process-ը, ես չեմ ասում, որ այդ գործընթացը չէր սկսվել։ Թուրքական տիրապետությունը միշտ
այնպիսի դժնդակ պայմաններ ստեղծում, որ հայաթափումը ինքնիստինքյան կգնար, բայց հիմա մի տեսակ արագացավ։ Հսկայական քանակությամբ հայ բնակության տեղափոխվել է, որը հետո պետք է կրկնվի, պարբերաբար սարսափելի հետևանքներ է ունենում։ Այս առումով մեր դասագրքերում անընդհատ վկայակոչվում է, չէ՞, Պուշկինի ճանապարհություն դեպի Արզրում գիրքը, որտեղ շատ հետաքրքիր նկարագրում է այդ եւ բնութագրական է, ասում է, երբ որ մենք մտանք Էրզրում, թուրքերը նստած իրենց տափակ տների կտուրներին կատաղի թշնամական հայացքով մեզ էին նայում եւ տների տափակության շեշտումը նաեւ իրենց տրամադրությունը, իսկ հայերը ոգևորված հայ երեխաները վազում էին մեր ձերի առաջ բացականչում քրիստոնյաներ եւ խաչակնքվում հասկանալիորեն եւ գաղթի հրամանը դեռ չէր եղել, երբ որ այդ 14.500 ընտանիքը արդեն ճանապարհ ընկավ, որտեղ թուրքերի վրեժխնդրությունը ահավոր չափերի պետք է հասներ հայերի նկատմամբ։ Ասեմ ձեզ, ուրեմն գաղթը սկսվեց իհարկե մինչև Ադրիանապոլսի պայմանագիրը արդեն, որոշ ընտանիքներ գալիս էին, սակայն հայերին ընդհանրապես հայերը հույս ունեին, որ Արևմտյան Հայաստանը գոնե մի մասով կմիանա ռուսական կայսրությանը եւ այդ գաղթի արդեն երևույթը գաղթը ինքնին չէր լինի, չէր կատարվի։ Նույնիսկ երբ Ադրիանապոլսից հետո արդեն Ադրիանապոլիսը կնքվել էր 20 սեպտեմբերին եւ պարզ էր, որ տարածքները պետք է վերադարձնեն բացառությամբ Ախցխայի եւ Ախալքալակի, Ջավախքը եւ Ախցխան միայն փաստորեն անցան ռուսական կայսրությանը, Պասկևիչը, որը ինքն էր ղեկավարել այս ամբողջ կամպանիան, բողոքում էր, չէ՞, նա ցարին գրած, Նիկոլայ առաջին ցարին ուղարկած իր նամակում ասում է, լավ, ինչու եք այսքան, ասում է, արագ այդպես համաձայնել, արիամբ ենք նվաճել այս օղը, գոնե նա առաջարկում էր պահել Կարսը եւ Բայազետը։ Այսա շատ հետաքրքիր կլներ հետագա հետևանքների դրական հետևանքներ կունենար մեզ համար, ցավոք սրտի եւ ռուս-պարսկական պատերազմում եւ ռուս-թուրքականում այնպիսի կետեր եղան, որոնք իրոք մեր մի խոսքով կարելի եթե ասել բախտը չբերեց այս առումով։ Եվ այստեղ ուրեմն մի փոքր կարող եմ էքսկուրս անցկացնել։ Այ բարեբախտաբար մենք պահպանվել է, մենք ունենք Բայազետի փաշայության, դա առանձին ինքնուրույն, այսպես ինքնավար քրդական միավոր էր, որը մտնում էր Էրզրումի Էալետիկան նահանգի մեջ, վիճակագրություն հայ բնակության։ Ընդ որում եւ ռուսներն են արել, եւ զուգահեռ հայերը։ 1827 թվականի աշնան սկզբին, եթե չեմ սխալվում։ Եվ ահա ուրեմն այդ տվյալները հիմնականում դրանք համընկնում են եւ դրանք կարելի ասել ճշգրիտ տվյալներ են։ Ընդ որում Բայազետի սանջակում հայերը փոքր ավելի դանդաղ ցույց տվեք, որ հերոստատիտողը հասցնի։ Բայազետի ուրեմն սանջակը իր 5 կազաններով կամ աներով, գավառներով 80%-ից ավելին հայություն էին կազմում։ Ինքը բուն քաղաքը 1300-ից ավելի միայն ընտանիք հայեր են, 1330, եթե չեմ սխալվում, այդպիսի մանրամասները։ Բայց 20-րդ դարի սկզբին արդեն Բայազետի սանջակում, որը համապատասխանում էր նախկին Բայազետի փաշայությանը եւ դարձյալ Էրզրումի ուրեմն Վիլայեթի նահանգի մեջ էր մտնում, հայերը կազմում էին ընդամենը 27-28%։ 80%-ից 20։ Այո, սա հետևանք էր սարսափելի այն ամայացման, որ տեղի ունեցավ 1829 թվականին։ Եվ տեսեք ինչ է հաջորդում, շատ հետաքրքիր ուրեմն երևույթ է նկատվում։ Արդեն 1830-ական թվականների սկզբին, երբ ավարտվել է պատերազմը, սահմանագիծը արդեն որոշված է Ռուսաստանի եւ Օսմանյան կայսրության միջև։ Օսմանյան կայսրությունը անցնում է որոշակի այսպես քայլերի ամրապնդելու իր ամայացած արևելյան այդ տարածքները, այսինքն խոսքը վերաբերում է Արևմտյան Հայաստանին։ Առաջին հերթին նա վերացրեց Ղշլաղի այդ համակարգը։ Ինչ էր դա նշանակում։ Ձմռանը քոչվոր ցեղերը, գերազանցապես քրդական ցեղերը, իրենց արոտավայրերից, համառային արոտավայրից իջնում էին մոտակա գյուղերը, հայաբնակ գյուղերը եւ ամբողջ ձմեռ անցնում էին այստեղ։ Անցկացնում էին այստեղ։ Ընդ որում հայ գյուղացին պարտադրված էր նրանց իր անասուններով, իր ամբողջ այդ երեխաների բանը հետ պահել։ Սա սարսափելի տնտեսական քայքայման էր հասցրել։ Եվ երևի դրանով էլ պետք է նաեւ բացատրել, որ հայ բնակչությունը ուղղակի թողեց եւ հեռացավ։ Այդ արդեն անտանելի դարձած այդ պայմաններից փախչելով դեպի Ռուսաստան։ Եվ հետևանքը եղավ կենտրոնական Արևմտյան Հայաստանի կենտրոնական շրջանների զանգվածային քրդացումը։ Դրան երևի թե գումարենք մինչև հայկական հարցի միջազգայնացումը, նաև Ղրիմի պատերազմի ընթացքը։ Ես դա պետք է ասեի, այո, դրան հաջորդեց 1850-ական 60-ական թվականներին Ղրիմի պատերազմի ուրեմն ավարտից հետո հյուսիսային Կովկասի նվաճումը
ռուսական կայսրության կողմից եւ զանգվածային մի նոր գաղթ, այս անգամ արդեն հյուսիսկովկասյան լեռնականների ուրեմն կողմից։ Հետևանքը սարսափելի եղավ, որովհետեւ որոշ տվյալներով 1.5-ից 2 միլիոն մարդ է գաղթել հյուսիսային Կովկասից, իհարկե դա նաեւ շատ ցավալի, ցավագիներ տեղի ժողովուրդների, հատկապես ադրբեջանական ժողովուրդների համար, որոնք ըստ էության լքեցին, հեռացան իրենց բուն հայրենիքից, Կուբանի ամբողջ այդ տարածքից, որը հետագայում պետք է ռուսանար։ Բայց ինչ էր անում Օսմանյան կայսրությունը, որպես բոլոր մահմեդականների խալիֆա, սուլթանը նրանց մեծահոգաբար տեղավորում էր Արևմտյան Հայաստանում եւ քրիստոնեական այլ շրջաններում, հիմնականում Բալկաններում։ Ասել, որ Արևմտյան Հայաստանի համար դա շատ այդպես աղետալի եղավ, այդքան էլ ճիշտ չի լինի, որովհետև հյուսիսկովկասյան լեռնականները նրանք ընդհանուր անվամբ կոչվում են չերքեզներ, չերքեզ, թուրքերի համար դրանք բոլորը չերքեզ էին։ Շատ փոքր այսպես միայն կղզյակներով են հաստատվել։ Իդեպ շատ հետաքրքիր փաստ կա Ռուբեն Տերմինասյանի մոտ։ Քրդերի հետ զուգահեռ չերքեզներին փորձում էին նաև տեղավորել Արևմտյան Հայաստանի հայաշատ գավառներից մեկում, Տարոնում եւ նրա շրջակայքում, որը սակայն Տարոնում եւ նրա շրջակայքում, որը սակայն տեղի հայ մելիքները, իդեպ Տարոնում մենք ունեցել ենք հայկական իշխանություններ, ինչպես եւ Հարևան Սասունում, կարողացել են կանխարգելել եւ չերքեզներն ուղղակի դուրս են եղել։ Եվ սրանով պետք է բացատրել այն հանգամանքը, որ Արևմտյան Հայաստանում չերքեզները շատ այսպես փոքր կղզյակներ, անկլավներով էին ապրում։ Բայց այնուամենայնիվ այս երևույթը 60-70-ական թվականներին հայ բնակչության արտաքսումը շարունակաբար, պարբերաբար կրկնվել է եւ քրդացումը հատկապես, իսկ ավելի ուշ նաեւ որոշ թյուրքական ցեղերի վերաբնակեցումը այսօր Կովկասից շարունակվեց ընդհուպ մինչեւ առաջին աշխարհամարտը։ Հետևանքը եղավ այն, որ արդեն հայկական հարցի միջազգայնացման շրջանում մենք տեսնում ենք Արևմտյան Հայաստանում ահավոր աղճատված մի ազգագրական, դեմոգրաֆիական եւ ազգացեղային նկարագիր, պատկեր։ Երկիրը Հայաստանը, իդեպ ես Կոլյուբակինը 1880-ական, 90-ականի սկզբներին, 80-ականի վերջերին Ռուսաստանի փոխհիպատոսը վանում, շատ այսպես նաեւ հակահայկական մի արտահայտություն անում, ասում է երկիրը, ասում է, պատմա մշակութային առումով գուցե եւ Հայաստանը, բայց էթնոգրաֆիական առումով, դեմոգրաֆիական առումով ոչ։ Իհարկե սա նորից եմ կրկնում, սա հայկական է, ռուսական կայսրության այդ քաղաքականությունն է, որ էապես փոխվեց 80-ական, 90-ական թվականներին հայկական հարցի նկատմամբ։ Սակայն եւ շատ այսպես ուրճացված է իհարկե Կոլյուբակինի կողմից, սակայն տեղ-տեղ Կոլյուբակինը ցավոք սրտի ճիշտ է։ Հայաստանը ուղղակի դատարկվել էր հայերից, Արևմտյան Հայաստանը։ Հիմա գանք ուրեմն ժողովրդագրական խնդիրներին, ցավոք սրտի Պոլսի պատրիարքարան եւ դեպս հայկական քաղաքական շրջանակները շատ ուշ սկսեցին զբաղվել ժողովրդագրության հարցերով։ Լավ հասկանալով, որ դա նաեւ դրանից է բխում նաեւ հայկական ռեֆորմների եւ ընդհանրապես Արևմտյան Հայաստանի բարեփոխումների, այդ ինքնավարության խնդիրը։ Չպետք է զարմանալ պետականությունից զուրկ ժողովրդի պատրիարքան առավել եւս կտրված էր իր բուն երկրից, այս հանգամանքը շատ էր դժվարացնում խնդիրը։ Վերջին հաշվով նաեւ Օսմանյան կառավարության ճնշման ներքո է գտնվում։ Հետո Արևմտյան Հայաստանի ուրեմն շրջանները հիմնականում թուրքերի կողմից այսպես չէին հսկվում։ Այստեղ գոյություն ունեին քրդական կիսանկախ իշխանություններ, հուկյումետներ, որոնք իրենք էին իրենց օրենքներով, քրդական իրավունքով եւ օրենքներով կառավարող երկրամասեր էին սրանք։ Այստեղ վիճակագրություն անել է, երևի եղել է բնականաբար հարկերի բաներ հետ կապված, բայց արդյոք դրանք նորմալ էին կատարվում, արդյոք դրանք պահպանվել են, կարելի ասել, որ ըստ էության ոչինչ չի պահպանվել։ Միայն 1834 թվականին առաջին անգամ փորձ է արվել պատրիարքանի կողմից հաշվառել ըստ թեմերի հայ բնակչությանը, սա ուրեմն Ստեփանոս Աղավնի Զաքարյան պատրիարքն է փորձել առաջին անգամ եւ հետաքրքիր է, որ այդ աղբյուրը հասել է մեզ, սակայն այստեղ էլ թերությունը այդ բան վիճակագրության աներ, որ շատ տեղերում արևելյան մասերում հատկապես Կարսը, ամայացած Կարսում, Վանը, Մուշում, այս շրջաններում ըստ էության վիճակագրական տվյալներ անհրաժեշտ չեն կարողացել հայթայթել։ Եվ յուրատեսակ սա հակաքայլ էր 1831 թվականի Օսմանյան առաջին վիճակագրության, եւ թուրքերը թուրքական բարձր դուռը Բաբեալին փորձեց վիճակագրություն անցկացնել եւ ճշտել իր
նպատակն է Օսմանյան կայսրության ամբողջ ուրեմն բնակչության թիվը։ Արևմտյան Հայաստանը այս առումով ահավոր վատ է ներկայացված։ Եթե Բալկանները կամ այլ, ասենք, շրջանները բավականին, այսպես մանրամասն է ներկայացված Բուլղարիայի տարածքը, Սերբիայի, ապա Հայաստանը շատ վատ է ներկայացված։ Բավական է նշել, որ Վանը ընդհանրապես գոյություն չունի։ Միթլիսի շրջանը, որ այդ ժամանակ մտնել Վանի այլտի մեջ նույնպես չկա։ Ընդհանուր, այսպես բնակչության հաշվառում հնարավոր չի եղել անցկացնել։ 1840-ական թվականից արդեն Թանզիմաթյան շրջանում, երբ թուրքերը մի տեսակ երկրորդ անգամ վերանվաճեցին։ Հերոստատիտողների համար ասենք ինչ բան է Թանզիմաթյան շրջանը։ Թանզիմաթը այդ Օսմանյան ուրեմն բարենորոգումների շրջանն էր, որը իրականացվեց Օսմանյան ուրեմն բարձր դռան կողմից 1830-ականների վերջերից։ Նպատակն էր փրկել Օսմանյան կայսրությունը քայքայումից եւ հիվանդ մարդուն կարելի ասել բուժել, ինչպես հիվանդ մարդ էին կոչում, բացատրեմ Թուրքիային, եվրոպական դիվանագիտության ուրեմն մեջ։ Նպատակն էր նաեւ արևելյան, հատկապես եւ առավել հեռավոր շրջաններում կարգ ու կանոն հաստատել եւ վերահաստատել Օսմանյան ուրեմն իշխանությունը։ Հետևանքը եղավ այն, իհարկե Թանզիմաթը սարսափելի հետևանքներ է նաև ունեցել, դրա իրականացումը ուրեմն անցերկացվում հրով եւ սրով, այն ինչ որ օսմանցիները միշտ ունեցել են, թուրքերը միշտ ունեցել են։ Հետևանքը եղավ այն, որ այն տարածքները, որտեղ հայկական բնակչությունը ենթարկվում էր քրդերին եւ գոյություն ուներ նաեւ հայկական իշխանություն, խոսքը հարավային Հայաստանի մասին է, Շատախը, Մոքսը, Սասունի շրջանը, նրա հարակից Կարոնի ուրեմն տարածքները, այս ուրեմն քրդական կիսանկախ եւ նաեւ թուրքմենական կիսանկախ ուրեմն իշխանությունների վերացումը ուղեկցվում էր նաեւ նրանց ենթակա հայ բնակչության, որտեղ հայ բնակչությունն էր կազմում դրա գերակշիռ մեծամասնությունը բնակչության եւ հիմնական ուրեմն կերակրողն էր, եթե կարելի ասել, հայ բնակչությունը ծանր նոր կորուստներ ունեցավ։ Բավական է նշել, որ միայն Վասպուրականի հարավում վերացան մի քանի հայաբնակ ավաններ եւ գյուղաքաղաքներ։ Դրան գումարվեց նաև իմ կողմից արդեն նշված քրդական տեղաշարժերը եւ շատ վտանգավոր մի երևույթ 1860-70-ական թվականներից քուրդ քոչվորները, որոնք հիմնականում շարժվում են հյուսիսային Միջագետքից եւ Իրաքի հյուսիսային տարածքներից, իրենց կարելի ասել նախա, այսպես բնորանից բուն ուրեմն անել, նրանք աստիճանաբար սկսում են ամայացած այդ տարածքներում նստակեցության անցնել։ Իհարկե, Արևմտյան Հայաստանի շատ հատվածներ մինչև 80-ական, 90-ական թվականներ, այսինքն արդեն տեսնում եք, միջազգայնությունից հետո էլ մի որոշ ժամանակ անց դեռևս մնում են ամայի, նույնիսկ Օսմանյան կայսրությունը, օրինակ Վանի արևելյան հատվածներում փորձում էր հայեր բնակեցնել, որովհետև այդ տարածքները լրիվ ամայացրել էին քրդերը, հատկապես Աբաղայի դաշտը եւ նրա հարակից մի քանի շրջաններ, եւ պետությունը ուղղակի որևէ բան չուներ։ Ոչ մի եկամուտ չէր ստանում այդ տարածքներից։ Նա նույնիսկ ուզում էր հայերով վերաբնակեցնել, սակայն 80-ական թվականներից կտրուկ փոխվում է իրավիճակը եւ այս տարածքներում հատկապես Սուլթան Աբդուլհամիդ II-ի տիրապետության, բռնապետության շրջանում 90-ականների սկզբից աստիճանաբար քրդական մի շարք ցեղեր անցնում են նստակեցության։ Ընդ որում շատ խորամանկ ձևով նրանց համիդիական համակարգի մեջ էր ընդգրկվում, նրանց ցեղապետներին տրվում էին օսմանյան բանակի այլևայլ այսպես պաշտոններ, իսկ դա շատ մեծ պատիվ էր համարվում եւ տեղի այդ ցեղը արդեն ցեղին տրվում էր այդ տարածքը։ Ահա այսպես ուրեմն երկրորդ անգամ քրդացավ Արևմտյան Հայաստանի սահմանամերձ գոտին։ Դուք արդեն հասկանում եք եւ կարծում եմ հերոստատիտողներն էլ լավ հասկանում, որ սահմանային գոտում բնակեցնելով քրդերին թուրքերը փորձում էին բուֆեր ստեղծել, այսինքն որոշակի այսպես պատնեշ էին ստեղծում թշնամի Ռուսաստանի հետագա ուրեմն առաջխաղացումը կասեցնելու համար։ Իսկ մենք գիտենք, որ ռուսները եւ 50-ական թվական, 53-56 թվականի Ղրիմի պատերազմի ժամանակ եւ 77-78 թվականի պատերազմի ժամանակ քանիցս մտել են, ներխուժել են Արևմտյան Հայաստան եւ փորձել են նոր տարածքներ գրավել։ Դրա լավ ապացույցը Կարսի մարզն էր, որը գրավեց ուրեմն ռուսների կողմից։ Ես մինչև հայկական հարցի միջազգայնացման փուլին անցնելը մի հետաքրքիր փաստի մասին եմ ուզում այստեղ հիշել։ 1869 թվականին շատ հատկանշական փաստ է եւ այդ մասին գերմանական թերթերը գրեցին, հետո ռուսական թերթերը, ուրեմն Արևմտյան Հայաստանում հայտնաբերվում է Տիգրան Մեծի պատկերաքանդակով մեծ արձանագրություն։
որը Տրապիզոնի վիլայեթը, կներեք, դեսպանը, անգլիական հյուպատոս ավելի ճիշտ, փորձում է տեղափոխել բրիտանական թանգարան Լոնդոն։ Եվ շատ մեծ դժվարությունների է հանդիպում, շատ մեծ խնդիրների, եւ հետաքրքիր է, որ Աուգսբուրգյան հանդեսում հրատարակվեց այդ մասին նյութ, եւ այնտեղ կա այսպիսի մի կարևոր փաստի շեշտադրում, ասում է, երբ որ ռուսական դեսպանը հարցրեց մեծ վեզիրին, թե ինչի համար էր այդ խնդիրները, դժվարությունները, խոչընդոտները հարուցվում, ասում է, ինքը պատասխանեց, որ դա ոչ թե հնությունների մասին օրենքի սահմաններում է, այլ մենք բարձր դռից ունենք հրահանգ սուլթանական կառավարությունից, որ վերացնել այն ամենը, ինչ որ հայերի մեջ կարող է զարթնեցնել իրենց մեջ նիրհող ազգայնականության ոգին։ Եվ պետականության վերհուշը։ Եվ տեսեք, սա 1869 թիվն է, հայկական հարցի միջազգայնացում դեռ չկա։ Այսինքն, եւ ասում է այդտեղ, որ տասնյակ արձանագրություններ արդեն ոչնչացվել են, այդ թվում եւ այբենական տիպի եւ ասում է սեպագիր արձանագրություններ, որոնք այդպես էլ գիտությանը հայտնի չդարձան։ Գիտեք ինչ է, դա զարմանալի չպետք է դա թվա, որովհետեւ արդեն 60-ական թվականները օսմանիզմի նոր օսմանների կամ երիտասարդ օսմանների, այո, առաջացման շրջանն է, երբ օսմանյան Թանզիմաթի երկրորդ, չէ, արդեն բաններ, այդ շրջաններ, երբ փորձում էին վերջին էլի ճիքեր գործադրելով փրկել Օսմանյան կայսրությունը հետագա քայքայումից, իսկ այդ քայքայումը որոշակի արդեն գործընթաց էր, որը պետք է գնար, եւ փորձում էին համոզել բոլոր հպատակները եւ այլն, որ իրենք հայ չեն, հույն չեն, օսմանցի են, օսմանյան նպատակ են, եւ բնականաբար ազգային, ուրեմն գաղափարներ արտնասնող, ազգայինը հիշեցնող ամեն մի քայլ պետք է արմատախիլ արվեր, ամեն մի փաստ։ Հիմա մենք եկանք փաստորեն մի շատ կարևոր եւ էլի բախտորոշ շրջանի 1870-ականների վերջը, որը շատ կարևոր է ինչպես քաղաքական առումով, այնպես էլ այն ժողովրդագրական իրավիճակի առումով։ Բանն այն է, որ 78 թվականի Սան Ստեֆանոյի պայմանագրի արդեն կնքումից հետո, երբ որ Ռուսաստանը հարկադրված էր գնալ զիջումների եւ վերանայման համաձայնությունը գիտեք կնքեց Մեծ Բրիտանիայի հետ, խիստ անհանգստացած այս փաստից Պոլսի պատրիարքարան անժամանակ Ներսես Վարժապետյանն էր մի հատուկ հանձնախումբ ստեղծեց, որը պետք է հայկական դատը պաշտպաներ խոշոր եվրոպական պետությունների մոտ եւ անպայման աշխատել մասնակցել Բերլինի վեհաժողովին։ Եվ առաջին անգամ այս շրջանում է, որ Ներսես Վարժապետյանի հատուկ ուղերձներով մեր Արևմտյան Հայաստանի տարբեր եւ Օսմանյան նաեւ կայսրության տարբեր շրջանների առաջնորդարանները մեծ քանակությամբ ժողովրդագրական նյութեր են պատրաստում եւ առաքում են պոլիս։ Եկեք հիմա այդ ժողովրդագրական փաստերը ավելի շատ ներկայացնենք, որովհետեւ ժողովրդի համար երբեմն ավելի այսպես թվերը ավելի խոսուն է լինում, քան թե ընդհանուր հասկացությունը։ Ուրեմն առաջինը այդ կանոնակարգ ծրագիր կազմակերպչական Արևմտյան Հայաստանի այդ փոքրիկ առանձին գրքույկով լույս տեսավ, Արևմտյան Հայաստանի մասին էր ուրեմն նշվում։ Ինչ էր նշվում այստեղ, ուրեմն ամբողջ բնակչությունը առանց Կարսի, որը գրավել էր ռուսների կողմից, Կարսի եւ Կազովանի շրջանների, կազմում էր 1.750.000, որից 1.700.000 ներողություն, որից 1.150.000-ը հայեր էին։ Ուրեմն տեսեք ինչ հարաբերակցություն կար 77-78 թվերին։ Ասել, որ դրանք շատ այսպես վերջին խիստ ճշգրիտ են չէ, որտեվ նորից եմ կրկնում։ Այնուամենայնիվ հայերը բացարձակ մեծամասնություն են։ Որտեվ դրան հետևեց անմիջապես Օսմանյան կայսրության, ուրեմն հակաքայլը, թե իբր հայերը 637.000 են։ Իմիջի այլոց ուշադրություն դարձեք այս թվերին։ Արևմտյան Հայաստանում միշտ որպես կանոն այս բնակչության թվականակի շուրջ է պատտվում Օսմանյան պաշտոնական տեղեկատվությունը։ 1912-13 թվականների այդ մեջլիսի ընտրությունների հետ կապված ուրեմն համընդհանուր վիճակագրությունը նյուֆուսի ումումի թուրքերենով, օսմաներենով 630.000 է ցույց տալիս մեր հայկական 6 վիլայետների համար, հայ բնակչության թիվը։ Ընդ որում դա կազմում էր ընդամենը 15-16%։ Եվ կարելի ասել այս բանը, այս հարաբերակցությունը թուրքերը համարյա միշտ պաշտպանում են։ Իրենց պաշտոնական բանում հայերի թիվը պետք է չգերազանցի 20%-ից չհասնի։ 20%-ի չհասնի։ Ինչ վերաբերում է հայկական սկզբնաղբյուրներին, ապա ցավոք սրտի 70-ական թվականները, 77-78 թվականներին, երբեմն, եթե ոչ շատ դեպքերում, խարսխված են պաշտոնական
տվյալների վրա։ Դա շատ հասկանալի է։ Պատրիարքային տեղի առաջնորդարաններն էլ այդպիսի մեծ հնարավորություններ չունեին, որպեսզի նրանք կարողանային, ասենք, բան անել, ճշգրիտ տվյալներ եւ ժամանակին որակով վիճակագրություն անցկացնել։ Սակայն ամեն դեպքում 1882 թվականին պատրիարքարանը կարողացավ իրեն ուղարկված այդ տվյալների հիման վրա, առաջնորդական տվյալների վրա հասնել, կազմել ուրեմն առաջին ամբողջական վիճակագրություն, որի համաձայն հայ բնակչությունը Օսմանյան կայսրությունում 2.680.000 էր, կա նաև 60,000, 2 միլիոն փաստորեն մոտավորապես 700,000 բնակիչ էր, որից 1.600,000-ից ավելին ապրում էին Արևմտյան Հայաստանում, 6 վիլայետներում, այո, 6 վիլայետներում, իհարկե այն ժամանակ դեռ 6 վիլայետի դեռ նոր էին, եւ Կիլիկիայում եւ Փոքր Հայքում։ Իմիջայլոց Տրապիզոնը, որը դուք գիտեք հայկական այդ ինքնավարության նախագծերի մեջ որպես կանոն դուրս էր մնում, հայ բնակչությունը այստեղ այդքան է շատ չէր։ Տրապիզոնում հայ բնակչությունը կազմել 120,000 մարդ, ընդ որում սա նաև շնորհիվ այն բանի, որ Տրապիզոնի մեջ մինչև 1870-ական թվականները վերջը մտել է Շաբին Կարայիսարի հայաշատ շրջանը, Սանջակը կամ Գավառը։ Եվ այդ ժամանակ հատկապես մեծ դեր կատարեցին վիճակագրական ճշգրտելու հայ բնակչության թվի թվականակը հսկայական դեր են խաղացել Գարեգին Սերվանսյանցը, Արիստակես Տևկանցը եւ Վահան Պարտիզացին, որոնք հատուկ առաքվեցին այս շրջանները հավաքելու այդ տվյալները։ Իմիջայլոց ասեմ, որ այս 2.680,000 մոտ 2.700,000-ը Գրիգոր Զոհրաբի կողմից ենթարկվում է որոշակի քննադատության։ Նա որոշակի տվյալներով ցույց է տալիս, որ 1870-ական թվականների վերջին եւ 80-ականների սկզբին հայ բնակչությունը ամբողջ Օսմանյան կայսրությունում պետք է լիներ 3 միլիոնի մոտ։ 3 միլիոնի մոտ։ Հարկացուցակների քննության հիման վրա իր հայկական հարցը փաստաթղթերի լույսի ներքո այս աշխարհությունը, որ նա տպեց ֆրանսերեն իդեպ 1913 թվականին Մարսել Լեար կեղծանունով, նա հենց այդ հարցը վերանայում է եւ քննադատում է նաեւ պատրիարքարանի այդ տվյալները։ Լավ, եկեք այսպիսի մի բան անենք, որովհետև բնականաբար այսպես մեր հեռուստադիտողներին ավելի ուրեմն 1882-ին ունենք հստակ ֆիքսված 2.700,000, որը այնուամենայնիվ ամբողջը չի եւ Գրիգոր Զոհրաբը, որը իդեպ նաեւ եղել է Օսմանյան պարլամենտի падգամավոր, ինքը հենց այդ ժամանակ 13 թվականին նշումը ճշտում է, որ պետք է լիներ մոտ 3 միլիոն։ Հիմա, եթե մենք փորձենք մի քիչ արագ առաջ գալ, որտեղ մեր եթերաժամը կարծես շատ մեզ հնարավորություն չի տալիս ծավալվելու, անշուշտ շատ մեծ է։ Մենք գանք երկրորդ աշխարհամարտի նախորյակի վիճակ, ներողություն, առաջի աշխարհամարտի նախորյակի վիճակը, թե ինչպիսին էր հայ բնակչության թիվը, հա։ Շատ լավ, ես հենց պատրաստում եմ այդ, գիտեք, մինչև առաջին աշխարհամարտը իհարկե 95-96 թվականների հայկական կոտորածները սարսափելի հետևանքներ ունեցան եւ 12 թվականին կրկին վերաբացման հետ կապված հայկական հարցի կրկին հրատապ դարձավ հայ բնակչության ուրեմն թվականակի խնդիրը եւ 12 թվականի գարնանը պատրիարքարանը հերթական ցուցակներն է կազմում իդեպ բնագիրը in մոտ է եւ սա կարող ենք այո ցույց տալ իհարկե մի փոքր վնասված է դա բնագրից էր գալիս 1912 թվականի ուրեմն վիճակագրությունը հետեւյալ պատկերներ ցույց տալիս Արևմտյան Հայաստանի 6 վիլայետները ընդ որում որոշակի կրճատված սահմաններում հետագա ուրեմն 78-12 թվականի ջարդերը այն հետևանք ունեցան, որ առանձին շրջաններում հայ բնակչությունը խիստ նվազեց։ Եվ այդ շրջանները պատրիարքարանը հանելով ստանում էր հետևյալ պատկերը 2.600,000 մոտավորապես բնակիչ ընդհանուր 6 վիլայետների տարածքում։ Ես նշեմ պարզապես, որոնք են դրանք Էրզրումը, Վանը, Բիթլիսը, Դիարբեկիրը, Մամուրետ ու Լազիզը կամ Խարբերդը հայկական աղբյուրներում եւ Սվազը կամ Սեբաստիան։ Այս 6 վիլայետներում հայերի թիվը հասնում էր 1.18,000-ի։ Իսկ ընդհանուր ամբողջ Օսմանյան կայսրությունում 2.100,000 մոտավորապես 58-ից 100,000 այս թվականակն էր հայ բնակչության, ընդ որում Կիլիկիայում այդ տվյալների համաձայն բնակվում էր Կիլիկիայում մոտավորապես 187,000 հայ, 190,000։ Թեև կա շատ ավելի բարձր տվյալ
որը երևի ավելի մոտ է իրականությանը, համարյա թե 370-ից 400,000 որպեսզի հեռուստադիտող ավելի լավ պատկերացնի։ Ես ցուցակը օպերատորին խնդրեմ, այս ընթացքում ցույց տա եւ դուք ներկայացրեք, ահա։ Հիմա կարելի է արդյոք վստահել այս տվյալներին։ Ասեմ ձեզ, որ այս տվյալները վերջնական էին համարվում եւ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ հետագայում դա ներկայացվեց Արևմտյան Հայաստանի խնդրի եւ հայկական պահանջատիրության ուրեմն տեսանկյունից ներկայացվեց նաեւ Փարիզի խորհրդաժողովին, խաղաղության խորհրդաժողովին։ Հայերի թիվը հայերը կազմում էին 39%-ը, ընդ որում 39% լինելով հանդերձ, 39 նրանք ամենամեծ էթնիկական կազմն էին։ Սակայն կա այստեղ մի շատ կարևոր ուրեմն հանգամանք։ Ինչպես միշտ, ինչպես եւ 70-ական թվականներին, պատրիարքարանը մի տեսակ անակնկալի էր եկել եւ ինչպես ասում են, իր ձեռքի տակ եղած նյութերն էր տրամադրել։ Ավելի շուտ առաջնորդանները ինչ որ ուղարկել էին։ Տեսեք մի օրինակ, պարզ օրինակ բերեմ։ Էրզրումի նահանգի արևելյան հատվածը, Բասեն եւ Բայազետ, Բասեն եւ ուրեմն Բայազետի ուրեմն շրջանը։ Ըստ պատրիարքային տվյալների ունեին մոտավորապես 25-ից 30,000 մարդ։ Իրականում սակայն, ընդ որում Բասենը ուներ 10,000 մարդ, ըստ այդ պատրիարքական տվյալների։ Ընդ որում, բայց 1914 թվականի վերջերին, երբ արդեն պատերազմական գործողությունները սկսվել էին Կովկասյան ռազմաճակատում եւ ռուսները հասան մինչև փաստորեն Բասենի համարյա կենտրոնը, մինչև Հասան Կալայի շրջան, Քյոփիքյոյի բանի շրջանն էին հասել եւ հետո ստիպված էին նահանջել Բասենից եւ նշածս ուրեմն Բայազետի սահանջակի տարածքից տեղի ունեցավ զանգվածային գաղթ ելք դեպի Արևելյան Հայաստան հայերի։ Եվ այս ուրեմն տարածքների վիճակագրությունը մեկօրյա նախ ուրեմն նոյեմբերյան, հետո էլ 1915 թվականի հունվարի ուրեմն 30-ի մեկօրյա վիճակագրությունները այնպիսի պատկեր են ցույց տալիս, որ արդեն ինքնըստինքյան ուսումնասիրողին ստիպում են կասկածով մոտենալ պատրիարքարանի անգամ տվյալներին։ Այսինքն մենք հայերս չէինք կարողանում ճշգրիտ տվյալները ներկայացնել։ Պետությունը թույլ չէր տալիս ավելի։ Այո, դա կապված էր բազմաթիվ դժվարությունների հետ։ Պատկերացրեք, ինչպես պետք է նախ որոշակի միջոցներ էին, մարդիկ էին, գրագետ մարդիկ էին պետք, որոնք գրանցեին եւ ճշգրիտ։ Հետո կար մի շատ հոգեբանական պահ։ Հայ բնակչությունը եւ ընդհանրապես քրիստոնյա բնակչությունը Օսմանյան կայսրությունում հրաժարվում էր, այո, ճիշտ ուրեմն ներկայացնել իր թիվը։ Դա հարկերի հետ էր կապված։ Եվ պարզվեց, որ Բայազետից միայն գաղթածների թիվը 23,000 էր։ Ընդ որում զոհերով 26,000։ Ընդհանուր թիվը Բայազետից նաև եղան տարածքներ, որոնք չգաղթեցին 30,000-ի ուրեմն կարգ էր։ Իսկ ինչ վերաբերում է Բասենին, ապա ճշգրտված տվյալներով այստեղ ապրել է 21-ից ոչ պակաս 21,000-ից ոչ պակաս հայություն։ Այսինքն, երբ որ մենք փորձում ենք ամփոփել, հա, ձեր օգնությամբ, տեսնում ենք, որ առաջին պաշտոնական վիճակագրությունը Օսմանյան կայսրության տարածքում 1882 թվականին կատարված մեր պատրիարքարանի կողմից, մենք տեսնում ենք, որ 2.7 միլիոն մոտավորապես։ Դրանից հետո մենք իհարկե շատ արագ անցանք եթերաժամի քիչ լինելու պատճառով, մենք ունենք 1890-ական թվականների ջարդերը, որ 300,000-ից Բրայսի տվյալները կան 5 միլիոն։ 300,000 միայն կոտորվեց, իսկ 200-ից 300,000 բռնագաղթի ենթարկվեց, արտագաղթեցին։ Ի վերջո մենք ունենք վերջնական 14 թվականի դրությամբ 2.350,000-ի չափ հայություն եւ այս հայության թիվը սա մենք պետք է ունենանք մեկնարկային մեր նաև պահանջատիրական այսպես խնդիրների արծարծման ժամանակ։ Մեզ ուղղակի հուշում են, որ մեր եթերաժամը արդեն սպառվել է։ Ես ուզում եմ մեկ անգամ եւս եւ իմ եւ մեր հեռուստադիտողների կողմից շնորհակալություն հայտնել պարոն Բադալյանին մեր հյուրը լինելու եւ կարեւոր վիճակագրական տվյալներ ներկայացնելու համար, իսկ մենք առաջիկայում եւս բնականաբար կանդրադառնանք այս խնդիրներին եւ նաեւ հայ դատի խնդիրների հետ կապված մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնեմ եւ այսքանով մենք ավարտենք մեր հաղորդումը։ Շնորհակալություն բարին բոլորիս հետ։